այնքան ամեն ինչ իրար հակասում է, որ հետևել իրենց հայտարարություններին ինչ որ լուրջ ընդունել, որ դե իրենք ասում են, որ իրենք չեն մճամտում, ինչ ենք մենք դրա դեմ պայքարում, լուրջ չէ։ Դե պետք է Ռուսաստանի իշխանությունները բացատրեցին պաշտոնական Երևանին, թե ինչու ռուսական ՖՍԲ-ն մարզում էր խմբի ըստ Հայաստանի իրավապահների, չմոռանանք եւ հարգենք անմեղության կանխավարկածը Արբաթ, չէ՞, անունը, որ այստեղ կան հեղաշրջում անեն ըստ իրավապահների։ Դուք ինչ եք մտածում, բացատրած կլիներ, ինչու է ռուսական պետական մարմինը այդպիսի գործով զբաղված։ Դա այնպիսի հարց է, որքան պետք է Նիկոլ Փաշինյանը անձամբ Պուտինին հանդիպելուց տա, բայց չհրապարակվի, թե ինչա պատասխանել եւ ինչ միջոցներ է ձեռնարկվելու, որ այդպիսի բան չկրկնվի։ Դա այն դեպքն է, երբ որ չի ուզում շատ սրի հարաբերությունը Ռուսաստանի հետ։ Կամ երկրորդ տարբերակը, եթե ուզում է ուղղակի Ալիևի պես դեմարշ անի, ասես ինչ ես անում։ Բռնի, ասենք, կոշտ միջոցներ ձեռնարկի այդ պահով, նոտա հայտարարի, ասենք ինչ որ Հայաստանի կողմից չեղավ, չէ՞։ Դե չեղավ, որովհետև մենք այն վիճակում չենք իմ կարծիքով եւ իշխանություններն են տենց մտածում, որ հիմա դեմարշ հայտարարելով Ռուսաստանին ինչ որ քայլեր փորձեն անել։ Բայց դա ինչ որ բանի